Բարև ձեզ պարտադիրին դեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այսօր մենք բոլորս այստեղ կանգնած անչափ հպարտ ենք, որ այստեղ Ազատության հրապարակում հավաքված տեսնում ենք այսքան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր գուցե ունեն տարբեր պատկերացումներ, տարբեր գաղափարներ, տարբեր աշխարհընկալումներ, բայց միևնույն է, անգամ տարբեր կուսակցական պատկանելություն, բայց մեկ հարցի շուրջ համախմբված են այսօր Ազատության հրապարակում։ Եվ այդ հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահն ու բարեկեցությունն է, որովհետև երբ վտանգված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, քաղաքացու շահը, երկրի տնտեսությունը, այստեղ որևէ այլ պատկանելություն դառնի կուսակցական, գաղափարական թե այլ, մղվում է երկրորդ պլան։ Ես հպարտ եմ, որ մենք այսօր բոլորս գիտակցել ենք, որ վեր է ամեն ինչից քաղաքացու շահը, եւ մի կողմ դնելով ամեն ինչ այսօր մեկ գաղափարի շուրջ համախմբված կանգնած ենք Ազատության հրապարակում։ Կեցեք։ Այսօր տեղի ունենալու հավաք Ազատության հրապարակում, որի ընթացքում խոսելու են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Յուրաքանչյուրն իր ասելիքը փոխանցելու է մեզ բոլորիս կարճ եւ դիպուկ ելույթների տեսքով։ Դրանից հետո մեկնարկելու է երթ, երթի երթուղին լինելու է այստեղից Մաշտոցի պողոտա, Սայաթնովա, Աբովյան, դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից Ամիրյանով Մաշտոցի պողոտա եւ Մաշտոցի պողոտայով ետ ենք վերադառնում Ազատության հրապարակ։ Բոլորին խնդրելու եմ, որ մի մարդու պես ետ վերադառնանք Ազատության հրապարակ, քանի որ երթով միջոցառումն այսօրվա չի ավարտվում, այսօր հավաքվելու ենք, հանրագումար տալու ենք, հասկանալու ենք ինչ կատարվեց այսօր եւ այնուհետեւ կավարտենք միջոցառումը այսօր։ Ողջույն հայրենի հայրենակիցներ։ Ողջույն Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացուն։ Ես անկեղծ կլինեմ, ուրախ եմ և մի փոքր էլ հուզված։ Հուզված եմ, որովհետև 88-ից հետո դեռ այս հրապարակը չէր տեսել այսքան միասնություն ու համախմբվածություն։ Ուրախ եմ, որովհետև կա դեռ այն մարդկային տեսակը, ով ունակ է բարձրազդայնել իր բողոքը ու տեր կանգնել իր իրավունքին։ Ուրախ եմ, որ դեմը միայն ես չեմ։ Ուրախ եմ, որ դեմը միայն մի քանի արկածախնդիր երիտասարդներ չեն, այլ մի ողջ ժողովուրդ։ Ուրախ եմ, որ դեռ անցած աշնանից սկիզբ առած այս պայքարը կարողացավ իր շուրջը համախմբել մի ողջ ժողովրդի։ Եվ այսօր այն արդեն հայի պայքարն է, հայ քաղաքացու պայքարն է, հայ մարդու պայքարն է, անկախ կուսակցական ու քաղաքական պատկանելությունից ու դիրքորոշումից։ Իհարկե, մենք առաջիններից ենք, ովքեր դեմ կանգնեցին այս չարաբաստիկ օրենքին, ովքեր դեմ կանգնեցին այս ոչ սահմանադրական, հակամարտկային և հակասոցիալական օրենքին։ Եվ թերևս դա էր պատճառը, որ այս հասարակական քաղաքական շարժումը ստացավ դեմ եմ անունը։ Այո, մենք դեմ ենք, բայց դա բնավել չի նշանակում, որ մենք ունենք միայն շղթողական վերաբերմունք ու դիրքորոշում, որ մենք լիցքավորված ենք միայն բացասական լիցքերով։ Դեմը նաև կողմ է։ Մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին։ Բարև հայ ժողովուրդ։ Ես նույնիսկ չեմ համարձակվում ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ դուք այսօր այստեղ եք, քանզի համոզված եմ, որ յուրաքանչյուրդ եկել է գիտակցաբար եւ եկել է որոշակի հույսով եւ նպատակով։ Լինեմ անկեղծ, ես էլ ունեմ մի ցանկություն եւ հույս։ Ես հույս ունեմ, որ մի օր նորօրյա Հայաստանում ժողովուրդը կլինի միասնական։ Ժողովուրդը ուսուսի տված կպաշտպանի իր իրավունքը
եւ Հայաստանում որոշումներ կկայացվեն ժողովրդի օգտին, այլ ոչ թե հակառակը։ 25 տարի առաջ մեր ծնողները արյան գնով վերանվաճեցին հայրենիք, սակայն մինչ այժմ մեզ չի հաջողվում ստեղծել իրավական պետություն։ Այն պետություն, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը կլինի ամենամեծագույն արժեքը։ Այն պետություն, որտեղ պետական պաշտոնյան իրապես կծառայի ձեզ, այլ ոչ թե կհարստացնի ժառանգներին։ Բարեփոխում կեղծ անվան տակ ներկայացվող այս օրենքին դեմ եմ ես, դեմ ես դու, դեմ ենք մենք ու բոլորս դեմ ենք։ Դեմ ենք։ Եվ ուրեմն նորից հղում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ հոդվածին, այսօր շատ է օգտագործել այդ հոդվածը, շատ տեղին է։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Այսինքն, իշխանությունը մերն է, եւ ուրեմն կարող է գործել որևէ օրենք, որը դեմ է իշխանության կրողի, այլ կերպ ասած երկրի տիրոջ, ժողովրդի կամքի, ես ձեզ եմ հարցնում, կարող է։ Ոչ։ Եվ եթե հավատանք նախագահի խոսքին, 80%-ն է դեմ այս օրենքին։ Նախագահն ասում է դեմ է, բայց անելու ենք։ Եվ ես նորից ձեզ եմ հարցնում, դուք պատասխանենք, մենք դա թույլ տալու ենք։ Ոչ։ Դա ջահելությանը շարժում է, ռեժիմը արդեն վարժվում է, որսի քալնելու մագադան, մերն է ներկան ու ապագան, իմ մի աչքը նայում է, մյուսը դիտակում է, ագայությունը ռեժիմի օդերը փակում է, ջահելությունը իրավունքի դուռը փակում է, բացել են սրտերի կատալոգը, դեմ եմ ձեզ պահեք ձեր դիալոգը, ձեր վարչապետին, մենք արդեն հասել ենք յուղոտ վերջակետին, դե բոլորով միանանք ու գոռանք, Սումի փորձեք ենթարկել ձեր ռեժիմին Չենք ենթարկվի ստրուկների ռեժիմին Սումի փորձեք ենթարկել ձեր ռեժիմին Չենք ենթարկվի ստրուկների ռեժիմին Ջահել է հրաժեշտա տվել օրորոցին Ոտակ են կպել է փողոցին Դու նրան էլ տուն չես տանի Դու նրա գրպանը էլ չես կամի Ջահելը ուժա Ռեժիմի համար ջահելը գուժա Դեմ եմ ուժա Ձեզ պահեք փափուկ բարձերը Մենք ստելուծում ենք մեր հարցերը Լուկոյ հարցին նույն պատասխանը Կառուցում ենք նոր որակի Հայաստանը Դու մեզ դրանց հետ մի խառնի Մի համեմատի, մի հարամի Դրանց հեղափոխությունը Հարունով միշտ վերածում դրանվի Բոլորս